Բարի գալուստ, մեր ալիք ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Ասում են տան անկյուններում աղդիր ու կտեսնես ինչ կկատարվի։ Այս միտքը շատերին է հետաքրքրում, ոմանց համար խորհրդավոր, ոմանց համար պարզապես հին հավատալիք։ Բայց ինչով է պայմանավորված աղի այսքան մեծ նշանակությունը, ինչու են մարդիկ դարեր շարունակ օգտագործել այն ոչ միայն խոհանոցում, այլև տան, հոգու, նույնիսկ ճակատագրի հետ կապվող արարողություններում։ Աղը մարդկության պատմության ամենահին և ամենախորհրդանշական նյութերից մեկն է։ Հնում այն համարվում էր մաքրության, պահպանության, հավերժության և ճշմարտության խորհրդանիշ։ Աղը չի փչանում, այն չի կորցնում իր էությունը, ինչի պատճառով էլ շատ մշակույթներում այն կապվել է կայունության և անփոփոխության գաղափարի հետ։ Հայկական ժողովրդական հավատալիքներում աղը հաճախ օգտագործվել է որպես չար ուժերից պաշտպանող միջոց։ Ասում էին, եթե տունը ծանր էներգիա ունի, եթե հաճախ վեճեր կան, մարդիկ վատ են քնում կամ անբացատրելի անհանգստություն են զգում, ապա աղը կարող է քաշել այդ բացասականը։ Բայց ինչու հենց տան անկյուններում։ Տան անկյունները միշտ համարվել են էներգետիկ կուտակման վայրեր, ըստ հավատալիքների հենց այնտեղ են հավաքվում այն զգացմունքները, խոսքերը, լարվածությունը, որոնք չեն արտահայտվել կամ լուծվել։ Այդ պատճառով էլ ասում են, եթե աղ դնես անկյուններում, այն սկսում է աշխատել։ Կլանելով բացասական լիցքերը, հավասարակշռելով տան մթնոլորտը, ստեղծելով պաշտպանիչ սահման։ Շատերը նշում են, որ մի քանի օր անց նկատում են փոփոխություններ։ Տունը կարծես ավելի թեթև է դառնում, օդը հանգիստ, իսկ մարդիկ ավելի հանդարտ։ Հավատացյալների և հոգևոր փորձ ունեցող մարդկանց խոսքով աղ դնելուց հետո կարող են լինել տարբեր զգացողություններ ու իրավիճակներ։ Ոմանք սկսում են ավելի լավ քնել, մյուսների մոտ հանկարծ պարզվում են վաղուց ձգձգված խնդիրներ, երբեմն տան մեջ սկսում են խոսակցություններ, որոնք երկար ժամանակ լռության մեջ էին հայտնվել։ Սա բացատրվում է նրանով, որ աղը որպես մաքրող տարր կարող է երես դուրս բերել այն, ինչ կուտակված էր։ Այսինքն փոփոխությունը միշտ չէ, որ անմիջապես հաճելի է, բայց այն կարող է լինել անհրաժեշտ։ Իսկ ինչու կարող է լավ չլինել։ Չնայած դրական հավատալիքներին, կան նաև մարդիկ, ովքեր սկեպտիկ են մոտենում այս ամենին։ Նրանք նշում են, որ աղի ազդեցությունը իրականում կարող է լինել հոգեբանական։ Երբ մարդը հավատում է, որ ինչ-որ բան իրեն օգնելու է, նա սկսում է ավելի ուշադիր լինել իր զգացմունքների, տան մթնոլորտի ու հարաբերությունների նկատմամբ։ Բացի այդ, եթե մարդը սպասում է հրաշքի ու ոչինչ չի անում խնդիրները լուծելու համար, աղը բնականաբար չի փոխի իրավիճակը։ Որոշ հավատալիքներում նշվում է, որ աղը պետք է ժամանակին հանել ու դեն նետել, հակառակ դեպքում այն կարող է պահել այն, ինչ կլանել է։ Աղը հրաշքներ չի գործում ինքն իրեն։ Այն ավելի շատ նշան է հիշեցում, որ տունը պետք է լինի մաքուր ոչ միայն ֆիզիկապես, այլև զգացմունքային առումով, որ խոսքերը, լռությունը, վեճերն ու չասված բաները նույնպես էներգիա են թողնում տարածքում։ Երբ մարդը աղ է դնում տան անկյուններում, նա իրականում ասում է ինքն իրեն. «Ես ուզում եմ խաղաղություն, մաքրություն ու հավասարակշռություն իմ տանը», և հենց այդ մտադրությունն է ամենակարևորը։ Աղի նշանակությունը գալիս է դարերի խորքից։ Այն միաժամանակ պաշտպանության, մաքրության և գիտակցման խորհրդանիշ է։ Լավ է, եթե այն օգնում է մարդուն զգալ իրեն ավելի հանգիստ ու կենտրոնացած։ Վատ է միայն այն դեպքում, երբ այն դառնում է միակ հույսը առանց սեփական քայլերի ու փոփոխությունների։ Ի վերջո, տունը կենդանի տարածք է և նրա անկյուններում դրված աղը պարզապես կարող է դառնալ մի փոքրիկ լուռ հիշեցում հոգ տանելու ոչ միայն տան, այլև այնտեղ ապրողների համար։ Նշենք, որ այս ամենը ավանդույթի ուժով է։ Մեր տատիկները շատ բաներ անում էին ոչ թե բացատրությամբ, այլ փորձով։ Այդ փոխանցված վստահությունն ինքնին ուժ ունի։ Իհարկե, սա կեղծ անվտանգություն է, որովհետև աղը չի կարող լուծել ընտանեկան խնդիրները, փոխարինել զրույցը, հոգատարությունը կամ մասնագետի օգնությունը։ Բացի խորհրդանշական ու հավատալիքներով բացատրություններից, աղը ունի նաև լիովին գործնական նշանակություն, հատկապես միջատների դեմ պայքարում։
որ միջատների վրա է ազդում աղը։ Աղն առավել արդյունավետ է մրջյունների, խխունջների, որոշ փոքր սողացող միջատների դեմ, օրինակ բզեզների որոշ տեսակների։ Մրջյունների դեպքում հատկապես նկատելի է ազդեցությունը, որովհետև նրանք շարժվում են հստակ ճանապարհներով և զգայուն են աղի նկատմամբ։ Ինչու է աղը վանում միջատներին, նախ որովհետև այն խոնավություն է քաշում, աղը ուժեղ հիգրոսկոպիկ է, այսինքն քաշում է խոնավությունը, միջատների մարմինը շատ բարակ է և խոնավության կորուստը նրանց համար վտանգավոր է, այդ պատճառով նրանք խուսափում են աղի տարածքներից։ Ինչու են աղը դնում հենց անկյուններում և շեմերին։ Միջատները հիմնականում մտնում են տան մեջ անկյուններով, շարժվում են պատերի երկայնքով, թաքնվում են մութ, հանգիստ հատվածներում։ Աղը դնելով այդ հատվածներում ստեղծվում է բնական արգելք առանց քիմիական նյութերի, անվտանգ երեխաների և կենդանիների համար։ Բայց ինչու միշտ չէ, որ աղը լավ լուծում է միջատների դեմ։ Ժամանակավոր է այդ ազդեցությունը, աղը չի ոչնչացնում բները կամ հիմնական աղբյուրը։ Եթե միջատների պատճառը սնունդն է, խոնավությունը կամ ճաքերը, աղը միայն ժամանակավոր միջոց է։ Կարող է վնասել իհարկե մակերեսները, խոնավ միջավայրում աղը կարող է վնասել փայտը, թողնել հետքեր հատակին, քայքայել որոշ ծածկույթներ։ Ոչ բոլոր միջատների վրա է ազդում, օրինակ ճանճերի, մոծակների, ուտիչների դեմ աղը գրեթե անարդյունավետ է։ Ինչպես ճիշտ օգտագործել աղը միջատների համար։ Ցանել բարակ շերտով, ոչ շատ, դնել պատուհանների, դռների շեմերին, փոխել երբ այն խոնավանա, համատեղել մաքրության հետ, կարելի է նաև խառնել աղը սոդայի կամ քացախի հետ, բայց զգուշությամբ։ Աղը մի նյութ է, որը միավորում է ավանդույթը, հավատը և իրական, գործնական ազդեցությունը տան անկյուններում այն կարող է միաժամանակ լինել և խաղաղության խորհրդանիշ, և բնական վանիչ միջատների համար, բայց ամենակարևորը մնում է նույնը՝ մաքուր տունը, խնամքը և ուշադրությունը։ Աղը պարզապես փոքր օգնական է այդ ճանապարհին։ Երեկոյան, երբ տունը լուռ էր, Անահիտը հիշեց տատիկի խոսքերը։ Նա վերցրեց մի բուռ աղ ու լուռ դրեց տան 4 անկյուններում։ Ոչ աղոթք ասաց, ոչ էլ ինչ-որ բան խնդրեց, պարզապես ցանկացավ, որ տունը խաղաղ լինի։ Առավոտյան նա նկատեց մրջյունների շղթան, որ օրեր շարունակ անցնում էր պատի երկայնքով, այլևս չկա։ Օդը թվում էր թեթև, իսկ սենյակում հանգիստ։ Անահիտը ժպտաց։ Նա չգիտեր, որ դա աղի շնորհիվ էր, թե իր հավատքի, բայց տունը նորից իր տունն էր թվում։ Եվ հիշեք, որ մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և որևէ բժշկական ցուցում չեն պարունակում։ Եթե ունեք որևէ առողջական խնդիր, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը։ Առողջ եղեք։